Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է կոմիտեի համակարգմամբ ծրագրեր իրականացնող շինարարական եւ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նա ներկայացրել է հիմնական սկզբունքները, որոնք առաջիկայում առաջնորդող են լինելու քաղաքաշինական ծրագրերն իրագործելիս։ Կոմիտեի տեղեկացմամբ մասնավորապես հաստատվել է շինարարության գնագոյացման նոր քաղաքականությունը։ Երկար սպասված այս փոփոխության շնորհիվ առաջիկայում կարգավորումների ամբողջացումից հետո խորհրդային տարիների մեթոդաբանության փոխարեն հաշվի են առնվելու շուկայական իրական գները։ Բացի այդ, մասնագրերում սահմանվելու են կիրառվող նյութերի վերաբերյալ հստակ պահանջներ, ապահովելու կանխատեսելիություն եւ որակյալ արդյունք, տեղեկացրել է Եղիազար Վարդանյանը, նշելով, որ նոր մեթոդաբանությունն առաջնահերթ կկիրառվի կրթական եւ առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերում։ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքում կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ։ Հիմնական փոփոխություններն են շահառուների շրջանակի ընդլայնում եւ հստակեցում։ Հստակեցվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ռեզիդենտ հանդիսացող մինչեւ 18 տարեկանների, ինչպես նաեւ առանց տնողական խնամքի մնացած ուսանողների մինչեւ 26 տարեկան ապահովագրական իրավունքները։ Ապահովագրական համակարգում ներառվում են նաեւ այն վարորդները, որոնք աշխատում են օնլայն հարթակներով կամ տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Ուժի մեջ է մտնելու 2027 թվականից։ Կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները եւ փախստականները եւս որոշակի պայմաններով ներառվում են համակարգում։ Անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար 2026 թվականի հուլիսի 20-ը վերջնաժամկետ է սահմանվել որոշ խմբերի համար ինքնուրույն ապահովագրավճար վճարելու համար։ Եթե ԱԶ-ն դադարեցրել է գործունեությունը մինչեւ տարեվերջ եւ չի օգտվել ծառայություններից, վճարված գումարները ենթակա են վերադարձման։ Գործատուների մասնակցությունը։ Օրենքը հստակ թույլ է տալիս գործատուներին իրենց նախաձեռնությամբ վճարել աշխատողների ապահովագրավճարները, ամբողջությամբ կամ մասնակի, պարտավորությունների բռնագանձում։ Եթե ինքնուրույն վճարող անձը 3 ամիս անընդմեջ չի վճարում ապահովագրավճարը, հիմնադրամն իրավունք է ստանում դիմել դատարան, գումարը բռնագանձելու հայցով։ Առաջարկվում է ներդնել քառափուլ ծրագիր, որը հնարավորություն կտա շուրջ 2850 բնակշահառուների ՊՆ ենթակայությամբ ծառայած կամ մեր շահառու հանդիսացող քաղաքացիներին, որոնց խնդիրները սկիզբ են առել դեռևս 2000-ականներից, վերջապես լուծել բնակարանային հարցը։ Ծրագիրը նպատակ ունի տասնամյակներ սպասած քաղաքացիներին ապահովել բնակարանային խնդրի արդյունավետ լուծմամբ։ Այդ մասին կառավարության նիստին ասաց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։ Նախատեսվում է ծրագիրն իրականացնել ֆինանսական աջակցության գործիքի միջոցով, որը կոչվում է հիփոթեքային վարկավորման գործիք։ Սա ենթադրում է, որ ֆինանսավորման 90%-ը բանկերի միջոցով կհատկացնի կառավարությունը, իսկ 10%-ը ՊՆ-ի տարեկան ֆինանսավորման միջոցով։ Այն կենթադրի 4 տարվա ընթացքում, այն է 2027 թվականին 735 շահառուի բնակարան հատկացնելու ծրագիր, 2028 թվականին 812 շահառուի, 2029 թվականին 719, իսկ 4-րդ փուլում 2030 թվականին 584 շահառուի, պարզաբանեց նախարարը։